1 միլիարդ 59 միլիոն դրամ համայնքների ենթակառուցվածքների զարգացման համար կառավարությունը հաստատեց 20 համայնքում 24 սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու վերաբերյալ հարցը։ Արագածոտնի մարզում 1, Արարատի մարզում 2, Արմավիրի մարզում 5 ծրագիր, Գեղարքունիքի մարզում 1, Լոռու մարզում 3, Կոտայքի մարզում 4, Շիրակի մարզում 2, Սյունիքի մարզում 1, Տավուշի մարզում 5 ծրագիր, միաժամանակ ուզում եմ նշել, որ հաստատմամբ արդեն 2025 թվականի պետական բյուջեից պետական մասի համաֆինանսավորման թիվը կկազմի 17 միլիարդ 52 միլիոն դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ թվարկում է ֆինանսավորվող բոլոր 24 ծրագրերն, ապա հարց ուղղում նախարար Խուդատյանին։ Պարոն Խուդատյան, ճանապարհների մեր տարեկան 500 կիլոմետր պլանը կկատարենք տարվա արդյունքում։ Վստահաբար կկատարենք մինչև դեկտեմբերի մեկնարկը, այսինքն դեկտեմբեր ամսին ինչպես պայմանավորվել ենք, ասֆալտապատման աշխատանքներ չեն իրականացվի, այս պահին 475 կիլոմետր ավարտած ունենք։ Նիկոլ Փաշինյանն առանձնացնում է 2025-ին իրականացրած ու դեռևս ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինական բոլոր ծրագրերը։ Հյուսիս-հարավի հայտնաբերված հնավայրը շրջանցող հատվածը արդեն ավարտվեց, դուք շահագործման հանձնվեց ամիսներ առաջ։ Հիմա մեր հերթում 2 խոշոր ճանապարհներ են, որոնք ավարտվել են կամ ավարտական փուլում են։ Մեկը Թթուջուր-Նավուր ավտոճանապարհներ, այնտեղ խնդիրներ կային, այս տարի էր, թե նախորդ տարի էր, այս տարի էր, որ մենք Գառնանը այցելեցինք եւ շինարարի հետ պայմանավորվեցինք, ես իմացա, որ աշխատանքները ավարտված են։ Ես կարծում եմ, որ այնքան խոշոր ծրագիր է, որ մենք պետք է գնանք եւ ընդունենք ծրագիրը։ Առաջին անգամ է փաստորեն, որ այդ ճանապարհը ասֆալտապատված է եւ ավարտվում է Գանձաքար-Իծաքար ճանապարհը, որը Բերդ եւ Իջևան խոշորացված համայնքներն է միացնում իրար։ Կառավարությունը փոփոխություն է կատարում ընտանիքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող պետական աջակցության ծրագրում, որը ուժի մեջ էր մտել 2022 թվականի հունվարի 1-ից եւ կավարտվի այս տարեվերջին։ Սակայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընտանիքների համար լավ լուր ունի։ Մեր հետազոտությունները եւ վերլուծությունները եւ նաեւ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման աջակցության ծրագրերը ամենակարևոր ժողովրդագրական աջակցության ծրագրերից են, որոնք նպաստում են ընտանիքներում երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդյանը եւ ըստ էության աջակցում են ընտանիքներին երկարատև ժամանակ, մեր դեպքում մինչեւ 6 տարեկան։ Եվ առաջարկում ենք այս աջակցության ծրագիրը իր ավարտից հետո վերածել մշտական պետական նպաստի, որը կտրվի նույն տրամաբանությամբ, այսինքն երրորդ եւ հաջորդ երեխային 50,000 դրամի չափով մինչեւ 6 տարեկան։ Հետվճարի մեխանիզմից օգտվողները 50,000-ի փոխարեն կարող են ստանալ մինչև 60,000 դրամ։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափին։ Այսուհետև ընտանիքում ծնվող երեխայի համար առանց հաշվի առնելու նա երկրորդն է, երրորդն թե չորրորդը, պետությունը կտրամադրի 500,000 դրամ։ Հաշվի առնելով կրկին թե մեր ունեցած փորձը եւ թե նաեւ միջազգային փորձը եւ թե նաեւ այն տրամաբանությունը, որ դրված է այս նպաստի հիմքում, ինչը երեխայի ծննդյան շուրջ ծագող խնդիրները լուծելուն է միտված, այսինքն դա այդ պահին առաջացող ծախսերն են ընտանիքի, որոնք որևէ կարգաթվով ըստ էության պայմանավորված չեն, կապ չունի, որ երրորդ երեխան է ծնվում, ծախսերը միատեսակ են, առաջարկում ենք այն համահարթեցնել, նաև հաշվի առնելով մի հանգամանք, որ հաճախ այս նպաստը դիտվում է ոչ իր հիմնական նպատակով շատ ընտանիքների կողմից եւ մենք ունենում ենք նաեւ դեպքեր եւ իրենք շատ են, եթե կարիք կլինի թվերն էլ կասեմ, երբ որ հատկապես 5-րդ եւ հաջորդ երեխայի դեպքում ընտանիքները երեխա ունենում պարզապես այս գումարի համար եւ հետո շատ մեծ դժվարություններ են ունենում այդ երեխաներին խնամելու, դաստիարակելու եւ ըստ էության մեծացնելու։ Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։ Նախարար Թորոսյանը տեղեկացրեց նաև Հայաստանի Հանրապետությունում բոլոր տեսակի կենսաթոշակներն ու պարբերական բնույթի մի շարք նպաստներ 2026 թվականի ապրիլի 1-ից կտրամադրվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Ըստ էության որևէ դեպքում մենք չենք վճարելու կանխիկ, հիմա էլ է իրականում թիվը բավական իջնում եւ օրինակ կարող եմ ասել, որ միայն վերջի 1 ամսում 10,000
10,000-ով իջել է կանխիկով ստացողների թիվը, ունենք այս պահին 661,000 քաղաքացուց, որ որևէ տեսակի նպաստ կամ կենսաթոշակ է ստանում, կանխիկ ստանում է ընդամենը 60,000-ը, 600,000-ը ստանում է արդեն անկանխիկ։ Կառավարության նիստից անմիջապես հետո վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին։ Մայրաթորի ազատագրման գործընթացը սկսվել է եւ անխուսափելիորեն հասնելու է տեղ, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանում հիմա ընդհանուր առմամբ ես պիտի ուրախությամբ եւ գոհունակությամբ արձանագրեմ, որ հոգեվոր նորոգման գործընթաց է տեղի ունենում։ Ես ուրիշ բան ասեմ, ես անձամբ մի քիչ այդ անձնական ընկալումը ես ուրախ եմ առաջին հերթին նրա համար, որ իմ հոգևոր կյանքը այսօր լիարժեք վերականգնվել է, որովհետև ես այսօր չեմ գնում պատարակների որպես վարչապետ, որ նստում են այնտեղ փողկապներով խիստ պատվիրակություններ, ես նա գնում եմ որպես հայաստանյան առաքելական եկեղեցու շարքային հետևորդ Եվ ինձ պահում եմ, կարող եմ պահել, ես այն մյուս ձևաչափերով չէի կարող այդպես պահել ինձ պատարակների ժամանակ, իսկ դրանից դուրս էլ պատարակի չէի կարող գնալ, որովհետև այդ ապահոգևորականության մթնոլորտը, որ կար, որ հաստատված էր, դա շատ մեծ արգելք էր։ Փաշինյանը փաստել է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալից տեղեկություններ է խնդրել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում ես հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին եւ արձանագրելով, որ նախագահ Տրամպը այդ թվում հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնարարության մասին եւ ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ եւ խնդրել եմ շարունակել այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում։ Անդրադառնալով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին վարչապետ Փաշինյանն ասաց. նախորդող շրջանի քաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչները, որոնք Հայաստանի Հանրապետությունն առաջնորդել են, տարել դեպի թակարդ ու պահել թակարդում, ԱԺ ընտրությունների ընթացքում պետք է դուրս մղվեն եւ այլևս քաղաքական դաշտում տեղ չունենան։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։